Մարդկանց համար, Դիլիջանի համար եւ ապագայի համար։ Այս կարգախոսով Green Rock հիմնադրամը կյանքի է կոչել հերթական նախաձեռնությունը, այս անգամ նվիրված Դիլիջանի կանանց, որը հենց այդպես էլ անվանել են Դիլիջանի 100 կանայք։ Նախագիծն իրականացվում է մի քանի փուլով։ Առաջինում ներկայացվել են 25 կանանց լուսանկարներն ու պատմությունները։ Այս նախագիծը ծնվել է մարդու եւ Դիլիջան քաղաքի նկատմամբ սիրուց։ Փորձում եմ անել այնպես, որ լինի եւ խոսվի Դիլիջանի մասին, դիլիջանցու մասին, տավորցու մասին։ Նախագծում ներառված են տարբեր մասնագիտական ուղղվածությունների, տարբեր տարիքային խմբերի կանայք եւ նպատակն է, որ այս նախագիծը լինի վարակիչ, մարդիկ ցանկացած տարիքում որոշեն վերցնել եւ որևէ քայլ ձեռնարկել, նպաստել իրենց քաղաքի, իրենց համայնքի զարգացմանը։ Դիլիջանի 100 կանայք նախագիծը միտված է արժևորելու Դիլիջանի կանանց ներդրումը համայնքի զարգացման գործում, նրանց հաջողության պատմությունները ներկայացնելով հանրությանը։ Ամեն մի լուսանկար պատմում է ոչ միայն մեկ մարդու, այլև փորձով, ձեռքբերումներով եւ անցած ճանապարհով համայնքի պատմության մաս կազմելու մասին։ Երբ մենք խոսում ենք երկրում նվաճումների մասին, սովորաբար քիչ ենք անդրադառնում դրանցում կանանց դերի մասին։ Կանայք, որոնք իրենց ամենօրյա գործով ազդում են քաղաքի զարգացման վրա։ Այս նախագծով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր կին, անկախ մասնագիտությունից եւ զբաղմունքից, արժանի է ուշադրության, իսկ ամեն կին ունի իր պատմությունը եւ իր ազդեցությունն այն համայնքի վրա, որտեղ ապրում է։ Իրենց շնորհալի կատարումներով օրվան տոնական շունչ հաղորդեցին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները, իսկ Դիլիջանի կանանց պատմությունների հանրայնացումը կշարունակվի։ Այս տարի սպասվում է եւս 75-ը, բայց դա չի լինի նախաձեռնության ավարտը։ Էմմա Վարդանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։